Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդելմագիդ Սակրի հետ։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ Դեկտեմբերի 2-ին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը քննարկումների արդյունքով արտգործնախարարը Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթ կունենա Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի երկրորդ գագաթնաժողովին։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել, տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։ Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Սահմանված կարգի համաձայն հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ արկա արգելված իրերը, մասնավորապես բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը եւ այլն։ Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը եւ հայտնել, որ այլ արգելված իրեր չունի։ Այնուհետեւ նրան ուղեկցել են զննության համար նախատեսված սենյակ, որտեղ ռենտգեն սարքի միջոցով զննվել է նրա ձեռքի պայուսակը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է iPhone 7 տեսակի բջջային հեռախոս առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից։ Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։ Առաջնորդները երկկողմ հանդիպում կանցկացնեն, կքննարկեն ներկա իրավիճակն ու արդար ու տևական խաղաղության պայմանները, դրանից հետո սպասվում է նրանց մամուլի ասուլիսը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Կրասնոդարը սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախել է Կրիլիա Սովետովին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն այդ խաղում դարձել է դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ, սահմանելով Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ, դառնալով առաջատարը ստանդարտ խաղարկումներից կատարած գոլային փոխանցումների քանակով։